Ժողովրդյան բարի լույս ձեզ։ Այսօր նոյեմբերի 4-ն ենք եւ ինչպես որ կանխատեսվում էր, դա Bitcoin-ը իջնում է։ Կհասցնենք խոսենք Bitcoin-ի շուրջ, կհասցնենք նաեւ խոսել privacy coin-երի վերաբերյալ, որոնք որ սենց գժավարի աճում են։ Բայց միջև այդ ամենին անդրադառնալը ցանկանայի տեղեկացնել, որ շուտով սկսում ենք խմբակային դասընթացները, ասեմ, որ մնացել է 2 անձի տեղ ու մոտավորապես 1 շաբաթ 10 օր մաքսիմում անց արդեն կսկսենք մեր խմբակային դասերը ու կարծում եմ այս տարի վերջինն ալնելու։ Հենց որ եթե ձեզ հետաքրքիր է այս դասընթացները կցանկանաք նույնպես դուք մասնակցել այս դասերին, կխնդրեմ ինձ գրեք ու արդեն պայմանավորվենք։ Լավ, հիմա եկեք վերադառնանք մեր թրեյդինգին, մեր շուկային ու տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ։ Առաջի բանը այն է, որ Bitcoin-ը կհիշեք, ես երբ որ ասում էի, որ ամսական ու շաբաթական մոմ ունենք ներքև փակած, տրամաբանությունը այն է, որ պետքա ներքև իջնի շուկան ու երեք տեսանք, որ ընկավ, այսօր շարունակում անկնել, հեսա կդիտարկենք մի քանի կարևոր կետեր, բայց մեծ հաշվով իմ կարծիքով, ես տրամադրված եմ, որ շուկան պետքա մոտավորապես 103-ից 98 հազարի սահմաններից ներքև չիջնի։ Եթե հանկարծ ներքև իջավ, արդեն ինձ համար ավելի շատ ռիսկային գոտի կլինի։ Ինձ համար կրիպտո շուկան այս պահին այն կետում է գտնվում, որ եթե ինչ-որ աբսուրդ բան տեղի չունենա, որը որ փաստացի կարա տեղի ունենա, քանի որ Թրամփը կարա շատ հեշտությամբ հարամի, շատ լավ զոնա է Bitcoin կուտակելու համար։ Հիմա տեսեք, մենք ինչ ունենք։ Ունենք, որ Թրամփը սպառնաց Չինաստանին, որից հետո այսենց 121,000-ից 102,000 անկում եղավ 20,000-ի մի օրվա ընթացքում, հետո վերականգնվեց 115,000, հիմա իջել է 104,000։ Քանի որ այս անկումը տեղի է ունեցել, շուկան դեռևս մի փոքր վնասված է եւ փորձում է, ասենց ասած, ուժ հավաքի, գնորդներ ձեռք բերի։ Ասածս հետեւյալն է, որ երբ որ մենք $20,000 սահմաններ ունեինք, $120,000 ու հիմա նույն կարգավիճակում ենք գտնվում, այսինքն այն վաղ երբ որ սպառնաց ընկավ, էլ չի սպառնացել, նույնիսկ գնացել է, ձեռք են տվել, իրար հասկացել են ու ասել են, որ մենք լավ պարտներներ ենք, պետքա մի խոսքով իրար հետ համագործակցենք, որը որ ընտիր է, այսինքն այստեղի այդ նորությունը որ ընկավ, էլ չկա։ Եվ այս զոնաներում 114,000-ի սահմաններում նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնպես իջավ 0.25-ով, որը որ նույնպես կրիպտոյի համար լավ է։ Այսինքն ունեինք երկու խնդիր, էլ չունենք այդ խնդիրները, բայց շուկան իջնում է։ Հետևաբար, որն է տրամաբանությունը։ Տրամաբանությունը շատ պարզ է։ Տրամաբանությունն այն է, որ շուկան նոր գնորդներ է ման գալիս, ավելի ներքևի զոնաներում, ինչպես նաև փորձելու է լիկվիդացնել հնարավորինս շատ գնորդների, ովքեր որ այս վերևի զոնաներում են եղել, որպեսզի sense թեթև բարձրանա։ Հիմա երբ որ նայում ենք գրաֆիկական պատկերը, այսենց, եկեք մի հատ թարմացնենք, որ թարմ, ուրեմն գրաֆիկա ունենանք, տեսեք։ Այստեղ էր այս 104-700-ի սահմաններում էր, որտեղ որ մեծ լիկվիդացիոն զոնա ունեինք, այս ներքևը նույնպես ունենք 104 ու քանից ու այստեղ ներքև էլ մեռնում է, էլ բան չկա։ Այսինքն տեսնում եք այս կարմիրները, որ սենց երկար բան կա։ Այս երկարները նշանակում է, թե քանի միլիոնի լիկվիդացիա կա։ 103.5-ից ներքև առանձնապես մենք բան չունենք ու մնացածը արդեն եթե դեպի վերև ենք նայում, ոչ թե 24 ժամով եկեք դիտարկենք, այլ 1 ամսով, որպեսզի ավելի պարզ երևա։ Տեսեք, որ ստեղ համարյա լիկվիդացիա առանձնապես չկա, այսինքն եթե սենց դիտարկենք միջև 102, մոտավորապես 700 միլիոնի լիկվիդացիա կա ու եթե մենք դիտարկենք 111, նույնիսկ
մեր պիկը որտեղ է եղել 116-ի սկիչի էլ հասնում 115,000-ի սահմաններում միջև ունենք 2.5 միլիարդի լիկվիդացիոն զոնա եւ ունենք միջև ամենաներքևը 1 միլիարդ, այսինքն ասածս այնա, որ արդեն դեպի ներքև շատ բան էլ չունենք, եկեք 3 ամսվա գրաֆիկական պատկերը դիտարկենք, նույն բանն է 6 ամսվանը դիտարկենք, տեսնենք 6 ամսվանով ինչա ցույց տալիս, անկախ ամեն ինչից էլի այստեղ զոնաներ շատ գունային գամայով եկեք տնենք նայենք, որ տեսնենք, որ այստեղ մի փոքր 104,000-ից ներքև արդեն գալիս է 100,000 ու այս կտորը կա 98,000-ը, բայց շատ չի, ինչպես որ տեսնում եք, ասենց մոտիկացնենք, ավելի շատ գույն, եթե դիտարկենք, 6 ամսվա կտրվածքով արդեն այստեղ վերևն է 126,000-ի սահմաններում է, մի խոսքով այստեղ ներքևը ինչպես որ ցույց տվեցի, բան չունենք։ Total 3-ի հետ կապված կուզենայի, որ դուք նաև դիտարկեք այն փաստը, որ շուկան altcoin-ները կարան դեռևս իջնեն 860 միլիարդից 760 միլիարդ կապիտալիզացիա, այսինքն այս կտորը, այսքան հատվածը, ասենց նկարեմ, որ պարզ լինի, հա, այս հատվածը դատարկ տարածություն է։ Դատարկ տարածությունը, այստեղ ունենք fair value gap-եր եւ այլն, որը որ միգուցե կարող է պահի, բայց ի վերջո այս դիման զոնան է, որը որ strong զոնա է, անվանվում այս զոնան։ Նենց որ մենք կրիպտո շուկայի անկում եւս մի 10%-ի տեղ ունենք այս քանի օրը, որ իջնի նոր սկսի բարձրանալ։ Հուսով եմ երեկվա վերլուծությունս հիշում եք ու այդ տրամաբանությունը նույնպես դեռևս կա, այսինքն մենք ի վերջո չենք տեսել all time high, որովհետև դա պետք է լինի առնվազն 150, 200, 250,000, որպեսզի այս ցիկլը համարենք ավարտված ու վերջապես թողենք հանգիստ խղճով կրիպտոշուկան գմփա, տեղը տեղին ընկնի, այն ներքևներից էլի առնենք, բայց այս պահին սա է մեր նորությունը, վաղը ունենք նորություն ADP, Non-Farm Employment, որը որ մինուս 32,000-ից ակնկալում է պլյուս 31,000, դրական նորություն է շատ, ու մեկ էլ կուզենայի ձեզ հետ խոսեի privacy coin-ների վերաբերյալ, լսած կլինեք Zcash, Dash ու մնացած այլ coin-եր, privacy coin-ները հիմնականում նրա համար են նախատեսված, որպեսզի մարդիկ չկարողանան վերահսկված լինեն իրանց գործարքները, իրանց մեսեջները եւ այլն, ու այս privacy coin-ները, օրինակ Zcash-ը, ինչպես նաեւ Monero ունենք, Dash շատ մեծ, ուրեմն աճ են գրանցել, Dash-ը հիմա երբ է եղել, ամսի 31-ի ստատիա է, Dash-ը $47 է, այս պայդրությամբ 150 գիշերը խփեց։ Monero-ն, Zcash-ը ու նմանատիպ coin-ները, որը որ նույնպես կիսվելու են, պոտենցիալ coin-ները, որը որ կարելի է ձեռք բերել, իրանց տրամաբանությունը, որ սենց գժավարի աճել են, այնա, որ Եվրոպական միությունը chat control proposal արել, chat control-ը այնա, որ կարողանան իրանք անկախ նրանից թե private-ա թե չէ, chat-ը, այսինքն եթե ես ու ընկերս օրինակ ինչ-որ բան են գրվում, իրանք կարողանան մուտք ունենան ու կարդան այդ գրագրությունը, բայց իրանց նպատակը այնա, որպեսզի կարողանան գտնեն երեխաների հետ կապված խնդիրներ, ովքեր որ չգիտեմ, ինչ որ ձևով վնասվում են, հա, ու այս ամենը տեղի ունեցել մոտավորապես 10 օր առաջ, ու Գերմանիան դեմ է եղել այդ օրենքին, ու այդ առաջարկից հետո սկսել են բոլոր privacy coin-ները ուղակի աճել, թռնել։ Ցավոք սրտի ես տեղյակ չեմ եղել, այսօր եմ սկսել մի քիչ վերլուծել, թե ինչի համար են սենց թռիչքային եւ պատճառը սա է։ Մեկ հատ ուրեմն հանդիպում տեղի ունեցել, որը որ մերժվել է,
Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ից 7-ն ընկած հատվածում, որտեղ որ նորից պետքա քվեարկվի, եթե ուզում են, թե չեն ուզում։ Այսպես ասած, 1 ամիս դեռևս ժամանակ կա, որ եթե այս privacy coin-երը կլինի Zcash, Monero կամ այն մնացած coin-երը, որ այսօր ման եմ գալու ու կիսվելու եմ իմ խմբի հետ, դուք նույնպես կարող եք դիտարկել այս բոլոր coin-երը, հա, կարող լինի ICP, ZEC, Dash, DCR կա, մի քանի հատ եւս կան, հա, սրանք բավականին լավն են, հիմնականներն են ու 1 ամիս ինձ թվում է դեռևս իրանք բան են ունենալու, պոտենցիալ են ունենալու աճի։ Հիմա եթե այս ամենը հաշվի ենք առնում, որ այն պահին, երբ որ Bitcoin-ը իջավ, հասավ դիման զոնայի, որ սկսի բարձրանալ, պլյուս այս coin-երը, ինձ թվում է իրանք շատ մեծ պոտենցիալ ունեն, որ вообще թռիչքային լինեն։ Հիմա, okay, Հայկ, լավ, այդքան խոսացիր։ Ինչա սպասվում այսօր, ինչ կարանք ակնկալենք։ Մենք դեռևս կարանք ակնկալենք իջնող շուկա այսօր, մոտավորապես 106,000-107,000 սահմաններում պոտենցիալ կա, որ ինքը կբարձրանա մի քիչ ու կիջնի, բայց նաև կարող եմ ասել, որ այն պահին, երբ հասնի 102,000-ի սահմաններում, կարող արդեն շրջադարձային ինչ-որ ստրուկտուրա տեղի ունենա եւ այդ շրջադարձային ստրուկտուրան հուշի դեպի վերև։ Հենց որ դա պետքա դուք էլ ուշադիր լինեք, որ հասկանաք, որ պահից սկսած կարա արդեն ինքը բարձրանա։ Համենայն դեպս մի փոքր հուշում, սենց ներքև, երբ որ իջնում է, okay, շուկան, դուք պետքա նայեք իր պիկը։ Այն պիկը, երբ որ ջարդեց, օրինակ այստեղ ինչ ունենք, հա, այստեղ սենց մի բան ունենք, իջել է, բարձրացել է, եթե ենթադրենք իջնի էլի ներքև, մեր պիկը սա է լինում արդեն, սա է լինում, okay, ու այն պահից, երբ որ ինքը բարձրանա այս պիկից վերև, փակի, երևի մի թեթև ներքև կիջնի, որից հետո արդեն շրջադարձային կլինի դեպի վերև։ Սա է տրամաբանությունը, հենց որ սպասեք սենց չոչ կոչվածին, change of character կոչվածին, որպեսզի դուք էլ պահը բաց չթողեք եւ կարողանաք, եթե ցանկանաք այն ներքևներից առնեք, դուք էլ այդ հնարավորությունը ձեռնվիցես։ Հենց որ այսքաններ նորից եմ հիշեցնում, եթե կցանկանաք խմբակային դասընթացներին մասնակցեք, ապա ինձ գրեք, կապվեք ինձ հետ, որպեսզի մնացած տվյալները արդեն ասեմ։ Ձեզ լավ օր, հաջողություն։